Պարոն Գրիգորյան, մենք տեսանք, որ նիստի ժամանակ քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչը խոսում էր մայրաթոռի մասին, վեհափառի մասին, արդյոք այս այն տեղն է, որտեղ արժե այս հարցերը բարձրաձայնել։ Տեսեք, այդ հարցով քննարկումները հիմա եկեք իհարկե մենք կարող ենք ասել, որ ոչ, որ Երևան քաղաքի հավաքանին բացառապես Երևան քաղաքի խնդիրների մասին խոսելու տեղ է եւ երևի թե տենց փաստաթղթային առումով ճիշտ կասենք, բայց ես կողմնակիցը չեմ իրողություններից կտրվելու եւ իրողությունը այն է, որ թե ավականին, թե առավել եւս ազգային ժողովը դա ընդհանուր համապետական եւ քաղաքային պարլամենտների մասին ենք մենք խոսում եւ դա քաղաքական հարթակներ են եւ ինչքան էլ մենք ցանկանանք, որ բացառապես քաղաքային խնդիրների մասին խոսենք, եթե իմ անձնական ցանկությունն եք հարցնում, ես իհարկե կուզեմ, որ այդպես լինի, բայց ամեն դեպքում քաղաքական հարթակը միշտ լինելու է ակտուալ քաղաքական հարցերի քննարկման վայր, ինչը այսօր բացառություն չէր, այդ տեսանկյունից նորմալ եմ համարում։ Նիկոլ Փաշինյանը Կիրակի օրը մասնակցելու է Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագին, դուք պատրաստվում եք մասնակցել, Տիգրան Ավինյանը նշեց, որ նա երկրում չի լինելու, իսկ դուք։ Ես ճիշտն ասած դեռևս չեմ կարող ասել, բայց շատ հնարավոր է։ Վերադառնալով քաղաքի խնդիրներին, տեսնում ենք, որ խցանումները գնալով շատանում են։ Իսկ ինչու եք դուք Ստեփան Ասատրյան նշում, կարամ մի հարցել ես ձեզ տամ։ Որ նա կարգալույց։ Դե ես կարծում եմ, որ վարչապետի բոլոր 3 ազգային ժողովում արված հայտարարությունները եւ առ այն, որ կարգալույց բովանդակային առումով կարգալույց արված մարդը չի կարող հոգեվորականին կարգալույց անել, ես կարծում եմ միանգամայն տեղին են եւ քանի որ առիթ չեմ ունեցել ու կարող էլ չունենամ այս թեմայով խոսելու, ձեզ ընդհանուր ասեմ, այս ամբողջ խոսակցությունները ինչը կախված է իրականում ոչ թե եկեղեցու, այլ եկեղեցական քողի տակ թաքնված մեղմ ասած ոչ այնքան պարկեշտ մարդկանց մասին, որոնք իրականում քաղաքական գործունեություն են ծավալում ոչ թե եկեղեցական, այս ամբողջ բանավեճը բովանդակային առումով ձևի եւ բովանդակության բանավեճն է։ Մեր ասածը բովանդակության մասին է, իրենց ասածը ձևի մասին է, որովհետեւ իրենք ասում են մենք ինչ ուզենք պետք է անենք, պարզ ասած, այսինքն կարանք ցանկացած կանոն խախտենք, կարանք ցանկացած վարքագիծ դրսևորենք, քանի դեռ մեր վրա մենք ունենք որոշակի կարգավիճակ եւ կրում ենք որոշակի հանդերձանք, մեր մասին դուք իրավունք չունեք խոսելու։ Մենք ասում ենք, չէ, ժողովուրդ ջան, որովհետեւ այդ հանդերձանքը ձևը չի, դա բովանդակության մասին է, որի հետ դուք 180 աստիճան հակասության մեջ եք մտել։ Եվ մենք դրա մասին ոչ միայն կարող ենք խոսել, մենք պարտավոր ենք խոսել եւ խոսելու ենք։ Վերադառնալով քաղաքի խնդիրներին, քաղաքացիները բողոքում են, որ խցանումները գնալով շատանում են եւ որ նշում էիք, որ կարմիր գծերը ներդրվեն ավելի կբեռնաթափվի, ապա հետո նշում էին ավտոբուսները, որ շատանան կբեռնաթափվի։ Հիմա մեկ է տեսնում ենք խցանումները շատ են, ի՞նչն է խնդիրը, պատրաստվում եք արդյոք լուծել այս խնդիրը։ Բնականաբար եւ շարունակական աշխատանք է տարվում այդ խնդիրների լուծման ուղղությամբ, ավելին 3 տեղի է ունեցել համապատասխան աշխատանքային խմբի նիստը, որի մասին եթե արդեն չի հայտարարվել, չնայած կարծում եմ հայտարարվել է, կհայտարարվի, աշխատանքային խումբը գլխավորում է Երևանի քաղաքապետը պարոն Ավինյանը եւ առնվազն մամուլի հաղորդագրության տեսքով կնշվի, թե ինչի մասին է խոսացվել եւ ինչ միջոցներ առաջիկայում կձեռնարկվեն, ի հավելում են այն միջոցների, որոնք արդեն ձեռնարկվում են։ Կարմիր գծերի մասով, այսպես ասեմ, էլի տարբեր գնահատականներ կան բեռնաթափման մասին եւ այլ, բայց երբեք պետք չի անպայման համեմատել նախորդող շրջանը առկա շրջանի հետ։ Երբեմն պետք է նաեւ երևակայել, թե ինչ կարող էր լինել, եթե այդ քայլը չձեռնարկվեր։ Մեկ էլ Նուբարաշեն աղբավայրի մասին էի ուզում խոսեինք, շատերը նշում են, որ անգամ դիտավորյալ կարող է այրվեր Նուբարաշեն աղբավայրը, ինչ եք դրա մասին մտածում։ Կարող են նշել, որն է, պարոն քաղաքապետ։ Շատերը նշում են համացանցում։ Պարոն քաղաքապետը իր հայտարարության մեջ ըստ էության գրեթե միանշանակ կամ գուցե կարելի ասել միանշանակ նշել է, որ վերջին դեպքը դիտավորյալ է արվել եւ համապատասխան նշել է ինչ գործողություններ է դրա հետ կապված արվում։ Իսկ ինչ եք կարծում, ով է դիտավորյալ այրել։
ես անձի անուն ազգանուն եթե կարողանայի նշել, ես դրա մասին առաջինը իրավապահ մարմիններին կհայտնեի, բայց կարծում եմ, որ դա իրենց աշխատանքն է, դա պարզել եւ հանրությանը դրա մասին տեղեկացնել։ Ամեն դեպքում Նուբարաշեն Ես քննիչի կամ օպերատիվ գործունեություն իրականացնող աշխատակցի ֆունկցիային վրա չեմ հավակնում վերցնել։ Ամեն դեպքում Նուբարաշեն աղբավայրի հարցը շատ է քննարկվել, պետք է ինչ-որ լուծում լիներ, ի վերջո երբ կլինի այդ լուծումը։ Գիտեք, ես մի քիչ կդժվարանամ այս մասով շատ դետալներ ասել, բայց կոնկրետ բազմիցս հայտարարվել է նախկինում իրականացվող ծրագրի եւ 10 տարուց ավել փորձեր կատարում, թե չեմ սխալվում, մեր միջազգային գործընկերների աջակցությամբ նաեւ իրականացնել մի ծրագիր, որը արդյունքում գնահատվեց ոչ իրատեսական եւ նաեւ հիմա կան նոր գործընթացներ, նույնպես միջազգային գործընկերների դոնորների ներգրավմամբ, բայց ավելի շատ մանրամասներ կարծում եմ կարող եք հենց այս ձեր հետ զրույցը սկսելուց առաջ ես հեռախոսով տեսա, որ քաղաքապետը ըստ էության երևի թե կառավարության նիստից հետո պատասխանելով հարցերին այս հարցին անդրադարձել է ավելի կոնկրետ տեղեկատվություն այդ մասին հայտնում են մեր այդ ոլորտով զբաղվող պաշտոնյաները եւ նաեւ քաղաքապետը։ Ես եմ շնորհակալ։